Համբուրգի կենտրոնական կայարանը, որը Գերմանիայի ամենածանրաբեռնված տրանսպորտային հանգույցներից մեկն է, ուրբաթ երեկոյան պիկ ժամին անշարժացել էր։ Առնվազն 17 մարդ է վիրավորվել երկաթուղային կայարանում տեղի ունեցած դանակահարությունից։ Վիրավորներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 6-ը ծանր, մյուսները թեթև վնասվածքներով են հիվանդանոց տեղափոխվել։ Իրավապահները դեպքի վայրում ձերբակալել են 39-ամյա գերմանացի կնոջ, հանձնվել է առանց դիմադրության։ Ենթադրվում է, որ նա միայնակ է գործել։ Դեպքի վայրում գտնվել է նաև հանցագործության գործիքը՝ դանակը։ Համբուրգի ոստիկանության խոսնակ Ֆլորիան Աբենսետը հայտնել է, որ ըստ վարկածներից մեկի կասկածյալը հնարավոր է հոգեբանական խնդիրներ է ունեցել։ Կատարվածում քաղաքական շարժարիթի ապացույցներ դեռ չունեն իրավապահները։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Համբուրգի քաղաքապետ Պիտեր Չենչերը իրենց ցավակցությունն են հայտնել տուժածների ընտանիքներին։ Համբուրգի երկաթուղային կայարանի 4 հարթակներ դեպքից հետո ժամանակավորապես փակվել են։ Մի շարք գնացքների երթուղիներ դադարեցվել կամ փոխվել են։ Գերմանիայի տրանսպորտային հանգույցներում բարձրացվել է անվտանգության մակարդակը։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։